ավտոմոբիլային բենզին եւ դիզելային վառելիքի հեղուկացված աստղալրացնային գազերի եւ ԱԳԼՃԿ-ների ոլորտում իրականացված ստուգումների արդյունքային պատկերը հետեւյալն է. Բենզինի եւ դիզելային վառելիքի ոլորտում 46 ստուգումից 19 չափագիտական խախտում ենք ունեցել, այսինքն 41.3%, հեղուկ ածխաջրածնային գազերի ոլորտում 67 ստուգումից 37 խախտում ենք ունեցել, 55% կազմում դա, եւ ավտոգազալիցքավորման ճնշակայաններում դա ԱԳԼՃԿ-ներին 115-ից ունեցել ենք 33 չափագիտական խախտում, դա կազմում է ընդհանուր 28.7%-ը։ Հարգելի ներկաներ, ինչպես տեղյակ եք, բոլոր ընկերներում, որտեղ տեսչական մարմինը հայտնաբերում է թերլիցքավորումներ, որպես հանրային իրազեկման մեխանիզմ եւ տնտեսվարողին պատժելու նաեւ մեխանիզմ կիրառվում է հետեւյալ մեթոդը. մենք թերլիցքավորում իրականացված տնտեսվարող սուբյեկտների մոտ վառելիքաբաշխիչ աշտարակների վրա փակցվում է մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար ցուցանակները 1 ամիս ժամկետը, որպեսզի քաղաքացիներն էլ տեղեկացված լինեն, որ տվյալ տնտեսվարողը անբարեխղճորեն թերլիցքավորում է իրականացված։ Ավտոմոբիլային բենզինի եւ դիզելային վառելիքի ոլորտում անվտանգության ցուցանիշների խախտման դեպքերը հետեւյալն են։ Անվտանգության ցուցանիշների խախտումների տեսակարգը ընդհանուր իրականացված փորձաքննությունների մեջ կազմում է 13.4%, 67 փորձանմուշից խախտումները հայտնաբերվել են 9-ում։ Դիզելային վառելիքի մասով 63% է կազմում, 27 փորձանմուշից 17-ում անհամապատասխանություններ են արձանագրվել։